Պարսից ծով, Սերծով, Կասպից ծով, բոլոր ուրեմն ջրերի աղբյուրները Հայաստանի հայկական լեռնաշխարհում են, բայց գիտեք այդ լեռնաշխարհից մենք փախով մեզ կարողացել ենք պահել ընդամենը 29 ամբողջ, չգիտեմ ինչքան 100-տական, ես 30 եմ ասում, որտեղ դժվարանում եմ ասել ավելի քիչ, որի փախը վերջինը ճողոբրեցինք Արցախից 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ուրեմն ես հաշվում եմ, որ մոտավորապես 100 գեներալ եղել այդ փախչողների մեջ։ Ուրեմն այնպես ճողոբրեցի, որոնք Ալիևի թրի տակով անցած հիմա եկել են հերոսաբար, չգիտեմ ինչեր են ասում, ինչեր։ Եվ այսպես ուրեմն զենքը ուրեմն թողած փախել են, առանց զենքի ուզում են վերադառնալ, զավեշտ է, չէ՞։ Իբր մենք էլ չենք ուզում։ Հիմա ջրի մասին է խոսքը, այս պարագայում ասացի, որ հայկական լեռնաշխարհից է, որ բոլոր աղբյուրները առանց բացառության եմ ասում, նաև աստվածաշնչյան ուրեմն այն 4 գետերը դրախտի 4-ն էլ սկիզբ են առնում հայկական լեռնաշխարհից, որոնցից ոչ մեկը ըստ էության հիմա մերը չի, որտեղ գրավել են, ոչ թե մերը չի, ուրիշները քացով տվել, մեզ դուրս են գցել, ինչպես որ Արցախից քացով խփեցին ռուսների օրհնանքով, ադրբեջանցիները մեզ, բայց մենք մեծ խոսելու կարողություն ունենք։ Հիմա ավելի կոնկրետանանք, ես ասում եմ, որ չհիշենք մեր պարտականությունները մեր լեռնաշխարհի հանդեպ, չմոռանանք նաև ուրեմն համեստ լինել, շատ գործ անել, հակառակը ոչ թե պոռոտախոսությամբ զբաղվել եւ Երևանի ուրեմն օպերային հրապարակում Թուրքիայի դրոշներ ուրեմն այրելով, ինչ է ուրեմն այդ ջահերով երթեր կազմակերպենք, կազմատեպի ցեղասպանության հուշահամալիր, կարծես թե դեպի Երզրում Շուշի կանել ուրեմն այդ վան է կազմակերպում, մի խոսքով զավեշտալի բաներ, հիմա ինչ եմ ուզում ասել, հիմա այդ բոլորը դնում ենք կողքի, առայժմ վերլուծության համար, մենք հիշում ենք, որ մեր տրամադրության տակ մենք ունենք ընդամենը 30,000 քառակուսի կիլոմետր, եւ երբ մենք փորձեցինք մի փոքրիկ մասել հայկական լեռնաշխարհից Արցախի հետ միասին վերադարձնել, տեսակ ինչ դաժան վերաբերմունքի արժանացանք նախ տեղի մաֆիայի կողմից Ղարաբաղյան կլանի, որը կեղեքել էր արնակամարել Հայաստանը եւ համաշխարհային հանրություն գոչվածի, որոնցից ոչ մի երկիր չհամաձայնվեց, որ ուրեմն Հայաստան վերադառնա իր ժողովրդով իր փոքրիկ մի հողակտորը։ Բայց այստեղ կա մեր մեղքը, ասեմ ինչու։ Իսկ դիվանագիտական ինչ աշխատանք էր կատարվել, ինչ մակարդակի գիտական, քաղաքական աշխատանք էր կատարվել ազգերի ինքնորոշման իրավունքը ռեալիզացնելու համար։ Բացի սուտ խոսքերը, ճառերը մեզ համար եւ այլն։ Հիմա կոնկրետ 30,000-ի մասին է խոսքը։ Հիմա մենք պետք է նայենք աշխարհագրորեն մեր հանրապետության դիրքին, դուք գիտեք, որ նա Մեղրի եւ Ագարակի, այսինքն Արաքսի հոտից ծկվում է դեպի Բագրատաշեն, ծկվում է դեպի ուրեմն Աշոցք, որտեղ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի արձանը փառահեղ դերևս ապրում է, եւ այս մի խոսքով մենք ապրում ենք այս տարածքում եւ սա մեր պետականությունն է։ Հիմա այդ պետականությունը խնդիրներ շատ ունի, պատերազմից հետո դժվարին հարցեր կան, բայց լուծելի հարցեր էլ ունի, որն է։ Մենք պետք է կարողանանք կոնկրետ ասեցի այսօր նպատակը ջրերի կառավարման հարցն է, եւ դա ես զուգորդում եմ մեր նախորդ հաղորդումներից, ես հիշեցնեմ հրաշալի գիշեր, եւ Շիրակի գոտեից կարծեմ այս տարի 2-3 անգամ հացի եւ բարենային անվտանգության հարցերի մասին հաղորդում եմ տվել, որովհետեւ մենք պետք է հիշենք մի բան, անընդհատ, իհարկե, բացվելու ենք աշխարհին, իհարկե հայկական խաչմերուկը լինելու է, դա լինելու է նաև նույնիսկ Ռուսաստանի քայքայումներ լինի, Ռուսաստանի բրոքսիները Հայաստանում գետին էլ մտնեն, ոչինչ անել չեն կարող, հայկական խաչմերուկը աշխատելու է, եւ մենք կանոնավորելու ենք մեր հարաբերությունները, բոլոր հարաբերությունների, դուք կրկնում են բառը, կանոնավորելու ենք, եւ այդ գործընթացը բավականին հաջողությամբ գնում է։ Բայց այստեղ ուրիշ հարց կա,
Ուրեմն դրա հետ մենք պիտի նկատի ունենանք, որ աշխարհը շատ հարապոփոխ է, աշխարհակաղակական իրավիճակները բարբերաբար ցնցումներով փոխվում են, որից զոհի մենք շատ անգամ ենք եղել, պիտի նկատի ունենանք, որ Հայաստանի Հանրապետությունը, որը արևմուտքից ունի Թուրքիա, ուրեմն արևելքից Ադրբեջան, հյուսիսից Վրաստան, հարավից ուրեմն Պարսկաստան կամ Իրան, Իսլամական Հանրապետություն հնարավոր է նորից դժվարին վիճակների մեջ հայտնվի եւ շրջափակվի։ Մենք այս տարբերակը չենք կարող հաշվի չառնել, որտեղ ոչ թե ուզում ենք, որ լինի, այլ հնարավոր է, որ լինի, ինչպես որ եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ դա մեր կամքից շատ քիչ է կախված, այդ խաղաղություն կոչվածը Հայաստանի Հանրապետություն ժողովրդից ու իշխանությունից, պետության կամքից շատ քիչ է կախված, եւ դա նույնիսկ ասեմ, տեսնում եք Ռուսաստանի խաղաղության հարցը իրենից էլ չի կախված։ Ռուսաստանի խաղաղությունը կախված է ռուսական, ուկրաինական բանակի հարվածներից, Ամերիկայի կամքից, Եվրոպայի դիմադրողականությունից եւ շրջափակումից, որի մեջ հայտնվել է Ռուսաստան իր անջարեղ զորավարով, առնակամ է լինում։ Ուզում եմ ասել, սրանք այնպիսի օրինաչափություններ են, որտեղ սուբյեկտիվ գործոնը կամ մարդկային գործոնը շատ քիչ նշանակություն ունի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է մեր պետության ու մեր առջև դրվում են խնդիրներ։ Առաջինը, որն է սպարագայի համար, բարենային անվտանգության հարցը Հայաստանի Հանրապետության համար կենսական հարց է։ Դա հացի հարց է, մրգեղենի հարց է, եւ այն ինչ որ Հայաստանում հնարավոր է արտադրել, այդ բոլորը պետք է արտադրվի, ընդ որում բարձր որակով, որովհետեւ դուք ազատագրվեք ռուսական Լարսի մուննաթից, որի ես ծնվել եմ այդ մուննաթը կա, մինչև հիմա հայությունը էլ խոսում է, այդ մուննաթով էլ ապրում է, բայց մենք եվրոպական ստանդարտով դեպրես ապրանք չենք կարողանում զանգվածորեն արտադրել, ինչքան կմնանք Ռուսաստանի հույսին, այնքան չենք զարգանա, որտեղ որ ասում եք այսպես, հա, Ռուսաստան մինչ աղբել ասի կվաճառվի, ասենք սնունդ, հագուստ եւ այլն, ուրեմն դա երբեք չի խրախուսելու որակյալ արտադրանք։ Դրա համար գիտակցորեն Լարսի դեմ պիտի պայքարել լավ արտադրանք տալով մեկ եւ երկրորդը Իրանի ճանապարհներն օգտագործելու կոնկրետ Չաբահարի նավահանգստի ուղղությամբ աշխատանքներ անելու համար։ Նաեւ գումարած դրան արդեն ներքին արտադրողական ուժերը զարգացնելու եւ այս առումով։ Եվ հիմա տեսեք ինչ կա։ Ուրեմն այստեղ գալիս է, գիտեք որ մեր հանրապետությունը լեռնային է, բայց բավական ջրի ուրեմն քանակություն կա, որի խելացի տեղապաշտման, հոսքերի կազմակերպման եւ լավ ուրեմն կառավարման պարագայում մենք կունենանք մեծ հաջողություններ։ Ես ասեմ, որ ի դժբախտություն չարագամների եւ ի ուրախություն, ասում են ինչպես բարեկամների, չարագամները ուրեմն ռուսական սեգմենտն է, ուրեմն բարեկամները իհարկե Հայաստանի ազատության եւ անկախության համար պայքարողներն են, այդպես չպետք է մենք ափսոսանք դա ասելու համար, որովհետեւ մի օր այդ ռուսական սեգմենտը մեր ժողովրդին պատասխան պիտի տա իր տարիների ես սաբոտաժի, տերորի, ինչ որ անում են հոգեբանական մեր ժողովրդի հետ, չնայած իրենք թվում է թե հայեր են, բայց թե հայեր են այդ տեսակ հայեր են, որոնք սպասարկում են Ռուսաստանի շահեր, իրենց մաֆիայի շահերը, կլանի շահեր, Ադրբեջանի շահեր, բայց ոչ Հայաստանի շահեր։ Հիմա բայց դրանք չեն հարցը մեր, հարցը հետևյալի մեջ է։ Ուրեմն ինչու համար ասեցի ուրախություն մեզ բոլորի, վերջին 2 տարին ասենք, բանը, Հայաստանում գնում է ուրեմն ջրամբարների ուսումնասիրություն, շինարարություն, եւ դա հրաշալի է, որովհետեւ մեր ուրեմն անջրտի տարածք Հայաստանում չպետք է լինի։ Եթե Աստծո հույսով ուրեմն խոնավ զոնաներում վերքի խնդիր տարիների ընթացքում ոչ մի տեղ չի լինում, բայց մնացածը դուք գիտեք, որ Շիրակի կոտի, Վարդենիսի հացառատ շրջան, այն շրջանները, որտեղ կա Սիսիան եւ այլն, այս շատ տեղերում ուրեմն անձրևից կախված բախտ է, եթե անձրև եղավ կլինի, եթե չեղավ գնացեք հարցրեք Շիրակի կոտու ուրեմն մեր ժողովրդի այն
շարքաշ մասի, որ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, երբեմն պատահում են նույնիսկ սերմի բանը չեն հանում եւ հողերը անջրտի են մնում, հետեւաբար նաեւ չօգտագործվող։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք պետք է մեր առջև վերակառուցման իմաստով դնենք եւ լուծենք ջրամբարների, գետերի հունի էկոլոգիական կառավարման, էկոլոգիական միջավայրի լավացման խնդիր եւ լուծենք։ Եվ սա 100%-ով լուծող հարց է։ Ասեցի կառավարությունը վերջին 2 տարում իսկապես ահռելի քայլեր է արել ջրամբարների կառուցման իմաստով։ Նկատի ունեցեք, բարեկամներ, եթե կան նաեւ չարագամներ, իմացեք, լավ են պետք է լավ ասել եւ խրախուսել, պարտադրել կառավարությանը, որ աշխատի ավելի լավ, վատին էլ պետք է վատ ասել։ Հիմա լավին ասեցի, որ վերջին 2 տարին մոտավորապես իմ հաշվով եմ ասում, իհարկե ես այդ ուղղությամբ մասնագետ եմ, ջրամբարների վիճակը շատ լավացել է, կառուցվել է եւ բայց ջրաբաշխման գործը լավ վիճակում չի։ Այդ ջրի մարդը չարիք է, ջրի մարդ, լույսի մարդ։ Հիմա լույսի մարդի մեկին վերցրեցիք, կողեցիք ծակը եւ տեսնում եք, բարձում է այս ուրեմն հեծը ունի ահռելի ռեսուրս, ուրեմն էժանացնելու համար։ Հիմա մի հատ էլ այդ ջրի մարդկանց վերցրեք, կողեք, կներեք ծակերը, որովհետեւ ջուրը ուրեմն նորմալ իմաստով հասնի ֆերմերին եւ նաեւ այդ օլիգարխների ուրեմն բաների վրա ռուսերեն ասեմ շոչիկներն ուժեղացրեք, որոնք սովորեին եւ սովորեին ուրեմն բանով, այսպես ասենք, ջրի չգիտեմ ինչի վարձը չտալով, ուրեմն գոմշի կաշվից բաներ հասնել, հակնել եւ այլն։ Ուրեմն հասկանում եք խոսքը ինչի մասին է, կոնկրետ մենք ունենք մի խնդիր, որը Եղվարդի ջրամբարին է վերաբերվում եւ ես կառավարությանն եմ դիմում, սա հասելով հետեւյալը, որ իհարկե ցանկի մեջ կարծեմ մի քանի ջրամբար արդեն կառավարությունը նախատեսել է, ֆինանսավորման հարցերը լուծում են, նոր ջրամբարներ կամ վերանորոգվում են կամ վերակառուցվում են եւ դա հրաշալի է, բայց ինչ-ինչ պատճառներով Եղվարդի ջրամբարի ուրեմն հարցը մնում է, ընդ որում Եղվարդի ջրամբարը ունի ինքը ունի բաներ, պատմություն, որն է դա, ինչքան հիշում եմ, մոտս ճիշտ ասած թղթի վերագրված էր, Վիկիպեդիան նայեք մեջը կա, կարծեմ 1983 թվականին թե 4-ին սկսվել է խորհրդային տարիներին հսկա ջրամբարի շինարարությունը, հատակը մաքրվել է, հատակը ուրեմն ասում են, որ գրունտը շատ լավն է, մանավանդ սևահողը մարդիկ իմանալով, որ ջրամբարը կառուցվելու է, սևահողը հանել են այգիներ եւ այլն, այդ Դեմիրճյան կոչվող խնձորի այգիներ կան ջրամբարից հեռու, այսպես եւ ջրամբարը Շամիրամի ուրեմն այն հայտնի Շամիրամի հայտնի ջրուղու կողքին է, դա այն ուրարտական տարիների ուրեմն ջրի այդ ուղին է, որ կառուցել են մեր հանջարեղ արքաները, իսկ բանջարե գողապետականները փչացրել են այդ բոլորը։ Հիմա դա գործում է Սևանի ջուրը, բաց է թողնվում որոշակի ձևով, որոշ քանակով եւ այլն։ Հիմա խոսքը ինչի մասին է, ուզում եմ ասել, ես մասնագիտական հարցերի մեջ չեմ մտնում, այդ ջրամբարի վերակառուցման եւ գործարկման համար, որը ահռելի տարածք է գրավում, ահռելի ուրեմն տարածքի հետ միասին ջրարբիացնում է շատ-շատ տեղեր եւ նաեւ հաշիվները կան, եթե այդ ջրամբարը գործարկվի, նկատի ունեցեք, գործարկվի, Եղվարդի այն հատվածում հրաշալի տեղեր են, ասեցեք գիրակի օրը մենք մեր աշխատանքային խմբով տեղացի որոշակ ընկերների հետ ժամերով ուրեմն այդ ջրամբարի հատակ ջուր չկա մեջը, որ ասում եմ, նկատի ունեցեք, քանի որ ջուր չկա, ձուկեր չկա, բայց ջրամբարի հնարավորություններ, պատնեշներ եւ կան եւ այլն, որոշակի մարդիկ ասում էին, որ 47%-ով ջրամբարի խնդիրը լուծված է շինարարության, մնացածը պիտի անի։ Ժամանակին ճապոնացիները ուրեմն այդ հարցը դրել են, ուզեցել են օգնել, իսկ հանրապետական կուսակցության
նախագահ ուրեմն Սերժ Սարգսյանը, ուրեմն Սերժ Սարգսյանը խոստացել է, որ ընտրություններից առաջ այդ ջրամբարը պիտի կառուցի, բայց դուք գիտեք նրա խասյաթը, նա կամ խփում էր, կամ էլ խաբում էր, այնպես որ այդպես էր մնացել այդ բոլորը։ Եվ ապուշ-ապուշ կներեք այստեղ մարդիկ ուրեմն չհայտնվեն, բաներ չգրեն, այդ ինչ որ գրում եք, ձեր մամաներին է վերաբերում եւ ձեր կանանց։ Եղավ ուրեմն ուղիղ, այս մեկը փակագծում Ջորջ ջան։ Հիմա այդ ինչ եմ ասում, հետո նորից դադարեցվել է, ասեցին, որ օգտակարության հարց կա եւ նման բաներ։ Առաջարկս քանի որ այնտեղ շատ մասնագիտական բարձրացման հարցեր կան, առաջարկս է, որ կառավարությունը ստեղծի շահագրգիռ մի հանձնաժողով, շատ հանձնաժողով եւ ուսումնասիրությունը կատարվի ժամանակակից տեխնոլոգիաներով, տեխնիկական մասերով, ես կարծում եմ, որ մեր ճարտարագիտական համալսարանի մասնակիցները եւ հիդրոշինարարները հարցերը կլուծեն, ուրեմն մի հատ լավ քննել, տեսնել, որովհետեւ օգուտները շատ են, նաեւ զբոսաշրջության իմաստով, էկոլոգիական վիճակի բարելավման, ուրեմն այնտեղ հաշվվում է, որ 6 ամիս հնարավոր է ուրեմն այդ ամառային սեզոնի նման հանգստի գոտիներ պահել, իհարկե ոչ ամառային ամբողջապես, բայց բոլոր դեպքերում կա, բարձ է։ Ուրեմն ես ուզում եմ ասել, ես ուրեմն ներկայացնում եմ, եթե կառավարությունից արձագանքեն, ես նաև իմ անձնական կապերով կտեսնեմ, եթե կխոսեմ, ինչպես երջանկահիշատակ վարչապետներից մեկը կար, ուրեմն կհորդորեմ, բայց ոչ որ գողություն, ավազակություն լինի, իշխանություններին կասեմ, թող մի հատ զբաղվեն, որտեղ այդ հարցը ուրեմն պիտի պարզվի եւ որտեղ ասեցի հատակը մաքրած է, պատնեշները կան, շատ բաներ արած է, տեղանքներ շատ հարմար է ջրամբար ունենալու եւ մարդկանց կյանք վարքեվելու համար, Շամիրամի այդ ուրեմն ջրուղին էլ կողքից հոսում է, դա է շատ կարեւոր է, ուրեմն դա ուրարտական կառույցի նախահետքերն են, այսքան հարցով ես նորից կանդրադառնամ, բայց ես բնականաբար չեմ մասնագիտական հավակնություններ չունեմ այդ հարցով, բայց ունեմ գուսակցության ծրագրային մաս, որտեղ կա հանրապետության նպաստել, հանրապետության տնտեսական բարենային ուրեմն այդ ապահովության անվտանգության հարցերին անդրադառնալ եւ կարողանալ նպաստը բերել, սա առաջին հիմնական բազմաթիվ անգամներ դուք կհիշեք, որ տարիներ շարունակ ես ծորենի եւ այլնի դաշտերի ջրերի եւ այլնի հարցը, նաեւ սերմացուի տեսակի եւ այլնի հարցով ուրեմն այդ հաղորդումները տվել են, բայց ինչն է հարցը, ասեմ հետեւյալը, եթե մենք ուզում ենք անկախ պետականություն, եթե մենք ուզում ենք բարեկեցիկ կյանք, իսկ դա պիտի ուզենք, անկախ այն բանից, ուրեմն 4 օր առաջ ենք պարտվել, թե 4 տարի առաջ, ուրեմն պետք է շտկենք մեր մեջքերը եւ հանրապետությունը կարողանանք ապրեցնել։ Մի բան ասեմ ու անցնեմ առաջ։ Եվ դա շատ հնարավոր է, ուրեմն Եղվարդի ջրամբարի հարցը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը նորից խնդիրը բերում է կառավարության եւ ինչու միայն կառավարության շահագրգիռ շրջանակների ուշադրությանն է ներկայացնում, ասում է, որ նույնիսկ Սփյուռքից ներդրողներ են եղել են, չեն եղել եւ այլն, բայց աշխարհում մեկ այդ հարցը ուրեմն ներկայացնում եմ։ Հիմա ասեմ հետեւյալ, ինչ էի ուզում ասեի։ Այս մասը բարձ է, որովհետեւ մեզ բարենային անվտանգության հարց է եւ մենք մեր հանրապետության ամեն մի թիսողը պիտի օգտագործենք։ Հիմա տարածված է, որ ինչ կարևոր է հիմա ներկրումով բոլոր հարցերը կարելի է լուծել, կարծում եմ սա սխալ տեսակետ է։ Իհարկե, եթե մենք լինեինք Լյուքսեմբուրգ, կողքներից լինեին ֆրանսիացիներ, Εμείς կողմը ուրեմն բելգիացիներ, այնտեղ էլ խաղաղեցված գերմանացիներ եւ այլն, ուրեմն իմացեք, որ ձեր ասածը ճիշտ կլներ, ազատ աշխարհը թող շրջափակում չկա, ենթադրենք, կարելի է մեծ շարժիչ նշանակություն, որտեղ ինչ է աճում։ Բայց առաջինը ինչ լինի, չլինի երկիրը
տեսեք Լյուքսեմբուրգի նման երկիրն անգամ այդ որ օրինակը բերում են ազատական տնտեսության, այդ ազատական ցանկացած ուրեմն պետություն ինքը ներքին իմաստով զարգացած է, չեք գտնի Լյուքսեմբուրգում մի թիսով, որը չի օգտագործում եւ ներկրման վրա է, հասկանում եք ոնց է, եւ երկրորդը մենք պետք է միշտ հիշենք մեր տարածաշրջանի դաժան իրողությունը, որ դա գեոպոլիտիկական, գեոքաղաքական դաժան կռիվների շրջան է, երբ որ առաջ ենք ազիլ մազապուրց ուրեմն այդ խնդիրներից փախ այսպես հաղթահարել, մինչև դա չի են հաղթահարված, ինչի եմ ասում, ուրեմն պարենային անվտանգության եւ մեր ժողովրդի աշխատուժի, արտադրական ուժերի զարգացման խնդիր ունենք, այս բոլորը կոմպլեքս հարցեր են, պարզ է, որ այդ նշանակում է Հայաստանում չպետք է մի քառակուսի հող, որը չի ջրարբիացում, եթե պետք է, գործերը կընտրվի չգիտեմ, ուրեմն մենք պետք է ունենանք լայն ուրեմն բաների ջրամբարների, ջրակուտակիչ եւ ջուր տեղափոխող հարմարությունների բոլոր հնարավորություններ պետք ունենանք այդ բարակայի համար, որ Աստված չանի հանգարց Հայաստանը նորից շրջափակվի։ Իսկ ես ձեզ զգուշացնում եմ, անկախ այն բանից Թրամփը կլինի, թե ով կլինի Հայաստանի հանդեպ ուրեմն դա կարող է լինել, երբ չի շրջափակվի, երբ երկիրը ուժեղ կլինի։ Նայեցեք, որ ասեն, ուրեմն պետությունները հարևան թույլ պետություններին, բարեկամներին խժռում են եւ ցանկացած ուժեղ պետություն չի ուզում կողքին ունենալ ուժեղ պետություն, սրանք գեոքաղաքական օրինաչափություններ են, ուրեմն եթե սա մենք հələ 4000 տարի ճիշտ է չենք հասկացել 5000, հիմա շարունակում ենք չհասկանալով ապրել, իմացեք, որ մի 50 տարի հետո գոլոշիացած կլինենք, կվերջանա ամեն ինչ, նույնիսկ ռսակոծերը կթաղվեն մագադամներում, չեն էլ մնա, ռսակոծեր, որոնք դավում են ամեն իմաստով, ամեն ինչով Հայաստանի պետականության կայացմանը, այս բոլորը իրենց քաղաքականության արդյունք է, այս բոլորը, որ լինում է, ուզում եք բանակ վերցրեք, դպրոց վերցրեք, բուհեր վերցրեք, ինչ կուզեք, ուրեմն այդ բոլոր պետք է ճշգրիտ ձևով ճակատներին տրվի, ասվի, ոչ մեկը չպետք է շնչի, մանավանդ ովքեր մաֆիոզ շահերով ապրել են եւ շարունակում են ռիսկ են անում Հայաստան ներկայացել խնդիրների մեջ։ Ուրեմն երկու օրինակ ասեմ, թվեր ուղղակի հիշեք, Ժորժ ջան։ Իսրայելը, որ շատ օրինակ է բերվում, նրա պաշտոնական ուրեմն տարածքը այսօրվա կարծեմ 24000 քառակուսի կիլոմետր է կամ 22, հիմա քարտեզին նայեք, վերեն գրված է, դա մի բան չի, Իսրայելի օգտագործելի պիտանի տարածքը գյուղատնտեսության ապրելու համար եւ այլնի համար 14000 ընդամենը, ուրեմն այդ 14000 քառակուսի կիլոմետրի վրա այսօր մոտավորապես 10000 մարդ է ապրում, 8000-ը ուրեմն միլիոն, 8 միլիոնը հրեաներ են կամ ռեպատրիանտներ, նաև մեջ է 2.5-ը արաբներ են, քաղաքացի արաբների մասին է խոսքը, 9-10 միլիոն են, ուրեմն կրկնեմ, 14000 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է մոտավորապես 10-ին մոտիկ միլիոն ճշգրիտը հանրագիտարան բացեք կլինի, Վիկիպեդիան հիմա ճշգրիտը տալիս է, ուրեմն մեծ սխալ չի լինի, եթե արածել լինի։ Հիմա երկրորդն ասեմ, ձեզ քաչ հայտնի Թայվանը ինքը աշխարհագրորեն կամ Ֆորմոզյան նախկին կղզիներն են, ովքեր որ լավ չգիտեն Թայվան, ես ասեմ նաև հին անունը, ուրեմն ես նկատի ունեցեք, որ ուրեմն 36000 քառակուսի կիլոմետր տարածք ունի Թայվանի Չինական Հանրապետությունն, այդպես է կոչում, ճանաչված, չճանաչված, որը այն Թայվանն է, որ ձեզ չիպեր է մատակարարում, ով որ Թայվան է գնում գալիս, շշմացետ է գալիս, թե ինչ տեխնոլոգիաներ են եւ այլն։ Ուրեմն Թայվանը ունի 36000 քառակուսի կիլոմետր, Հայաստանի Հանրապետությունից ուրեմն շատ չի, 6000 քառակուսի կիլոմետր է շատ, իսկ երբ որ Արցախի Հանրապետությունը մեզ հետ էր, մենք էինք իրենցից շատ գրեթե, հասկանում եք ոնց է, այս երկու օր առաջ ենք տանուլ տվել, տանուլ ենք տվել
մեր խելքի եւ էլիտա կոչված ողորմելիների ընչաքաղցության, ստորաքարշության եւ ռուսական կաղնի ծառայության կամ կատարելու հետևանք ուրիշ բան չկա, թե չհամոզեմ, որ դա այդպես էլ պետք է լիներ, չպետք է լիներ, բայց այդպես է հայ մայրերը մեկ ոչ թե երեխա են բերում, այլ շպիոն կագեբեշնիկներ են բերում։ Այդ դժբախտություն է մեզ համար դարերի խնդիր կա մեջ։ Հիմա ուրեմն այդ Թայվանը գիտեք քանի միլիոն ազգաբնակչություն ունի։ 23-ից 26 տարբեր գնահատականներ կան, ես գիտեմ, որ 26 միլիոն ազգաբնակչություն։ Դուք պատկերացնում եք 36,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա վերցնենք 24 միլիոն ազգաբնակչություն։ Հեծանիվներին տեղ դնելու տեղ չկա։ 36 կրկնում եմ, ուրեմն 24 միլիոն ազգաբնակչություն։ Շշմելու բան, ընդ որում Ճապոնիայի հատվածը, քարտեզը եթե գիտեք, հյուսիս-արևելյան հատվածը ջունգլիներ են, իսկ ջունգլիներում ուրեմն ապրում են միայն ռսակոծեր, այնտեղ մարդ չի ապրում, այսինքն գազաններ եւ այլն։ Պատկերացրեք խտությունն ինչպիսին է, բայց Թայվանը ողողում է աշխարհը ուրեմն այդ չիպերով, էլեկտրոնիկայով եւ այլն, նույնիսկ հիշեցնեմ մի բան, երբ Ռուսաստանը որոշեց ներխուժել Ուկրաինա, շրջափակում եւ այլն, պարզվեց, այդ հսկա Ռուսաստանը փոքր չիպեր չունի եւ Թայվանն էր մատակարարում, Թայվանը դադարեցրեց եւ հիմա Ռուսաստանում գիտեք խալաջելնիկներ գրեթե չեն աշխատում, որտեղ ստիպված բոլոր արտասահմանյան խալաջելնիկների չիպերը հանեցին, որպեսզի Ուկրաինայում զբաղվեն մարդասպանությամբ, նույն մարդասպանությամբ զբաղվել էին դրանից առաջ ուրեմն Արցախում եւ Գալադամորի ենթարկեցին իրենց սիրելի արցախահայերին, ղարաբաղցիներին, իրենք են կազմակերպել Գալադամորը, հիմա ստրուգներին եւ իրենց անասուն բրոքսիներին լցնում են հետքերը ծածկելու եւ շարը աճուծախ գծելու համար։ Հիմա ընդ որում որից հետո էլ Ալիևն իրենց գծեց։ Ռուսաստանը գծեց արցախահայերին, Ալիևը գծեց ռուսներին։ Կերան հիմա լավ է իրար հետ յոլա են գնում։ Հիմա բայց այս հարցը փակենք, ուրեմն այսպես Եղվարդի ճարամբարի այդ կառույց բանը ուրեմն կարծում եմ, որ արժի ովքեր շահագրգիռ են, թող ձայն բարձրացնեն, կառավարությանը օգնեն, ասեն եւ այլն, եւ թող կառավարությունը, որտեղ այնտեղ վեճեր են եղել, սկզբից օգտակար է համարվել, հետո ոչ օգտակար է համարվել եւ այլն, թող մի իսկական հեղինակավոր գիտակ հանձնաժողով, ոչ թե պոպուլիստական հանձնաժողով, մի հատ լավ ուսումնասիրի, վերջնական եզրակացություն տա եւ մեր ժողովրդին էլ ասի, որ սա հնարավոր է կամ հնարավոր չի։ Իմ կարծիքով շատ է հնարավոր, բայց իմ կարծիքը ուրեմն պրոֆեսիոնալ կարծիք չի։ Հիմա երկրորդ մասը, որ ասեցի, որն էր, աշխարհագրական տեղանունների հարցը վերաբերյալ է։ Հիմա այսպես եմ ասում, չնեղանանք։ Պարտադիր է Ալիևը ոռնա, որ այստեղից ոռնոցը սկսվի, թե ես ինչ ասում, Սևանալաջին գյոկչայ ասում եւ այլն։ Բայց թշնամին ինչ անելու, ինչ եք սպասում։ Ես օրինակ ընդհանրապես զարմանում եմ, դուք ինչ եք սպասում ուրիշից։ Ինչի ռուսների այդ աղմուկը չեք տնում, որ ամբողջ հանրապետությունը կինո Մոսկվա է, ուրեմն Լենինգրադյան Փարքաստի հետ մեկը պրծավ, Պուշկին, Չեխով, Չայկովսկի, ինչի չեք աղմուկ աղաղակ տնում, հələ գնացեք բանը, գումարի, տեսեք թե փողոցներ եւ այլն, այսինքն դուք մտածում եք, որ կարելի է ծախվել, որոշ մարդկանց մասին է խոսքը, թուրքին չի կարելի ծախվել, ռուսին կարելի է ծախվել, հա, էս է խնդիրը, էս է սկզբունքը, ուրեմն Այս հարցով շատ եմ խոսել, չեմ երկարացնի, ասեմ ինչն է ասել։ Ուրեմն ի վերջո պետք է նորից կառավարության հարցեր ստեղծվի մի հանձնաժողով, գիտակ մարդկանցից, աշխարհագրագետներ, պատմաբաններ, որոնք ազգագրական հենքը ունեն իրենց կրթության մեջ, մշակութաբաններ անպայման, եւ այսպես մի խոսքով հանրապետության բոլոր մեր հանրապետության բոլոր ուրեմն բաները բնակավայրերը, համայնքները քաղաք կլինի, գյուղ կլինի եւ այլն պիտի հայկական
իրենց անունները ստանան։ Նորից ասեմ, հա, Գումայրին թուրքերեն է։ Դրա մի քիչ աղավաղված անունը նշանակում է սահմանադուռ։ Այդ քաղաքը ոնց որ կրակն է ընկել այս ժողովրդի ու այս կառավարությունների ծերը։ Սկզբից Գումայրի է եղել, հետո Ալեքսանդրապոլ, հետո Լեննագան, հետո Գյումրի եւ այլն եւ այլն։ Քաղաքի, այսինքն ես հայության ես չեմ հասկանում, հայության սովորությունը։ Ուրեմն նայում ես Եվրոպա, նայում ես աշխարհի լավագույն երկրներ, որոնք ավանդույթ ունեն։ Բնակավայրի անունը ամեն մեռելի հետ փոխել ո՞րն է։ Այդ Լենինը ձերիշն է, որ Լեննագան է տարել։ Այդ Կիրովականը, Կիրովը դուք գիտեք ով է, ինչ է, որ հիմա մինչև հիմա Կիրովական են ասում, Վանաձոր չեն էլ ասում։ Ընդհանրապես պիտի արգելվի բնակավայրերի հայկական տեղանունների ավանդական եւ ոչ վերականգնվի եւ դրանց փոփոխությունը պիտի արգելվի։ Հասկանում եք ոնց է։ Դրա համար օրինակ ես գիտեմ, որ Ալավերդին Մանաս կամ Մանես է իր ավանդական անունը։ Փոխեք ափսոսում եք, այդ մահմետական անունը շատ է կպել վրաներդ։ Տեսնում եք Ադրբեջանն ինչ է անում կողքից։ Վաղներ ասելու են դա ծեր, չիմացեք։ Հետո ռուսներն ասելու են Ֆիալետովոն ձերը չի, Կիրովականներ ձերը չի, որտեղ Կիրովը ռուս է։ Սա ձև է։ Փոխեք Քանի 30-40 տարի անց է վերացիներից մի հատ օրինակ վերցրել, ինչպես կարողացան արագ տեղանունները վերականգնել իրենց հասկացածով Վրաստանում եւ հրաշալի ցուցափեղկեր, ցուցատախտակներ։ Հայաստանում գնում ես հրաշալի եկեղեցիներ, ամրոցներ եւ այլն, չես իմանում ուր է գնում։ Մեկը հայերենով մի նորմալ ձևով այդ ճանապարհային շինարարություն ով է զբաղվում, չգիտեմ։ Դա չի վերցնել, պետք է մի խոսքով ցուցափեղկերով ցույց տրվի ուր է գնում եւ այլն։ Վարորդը աշխարհի ցանկացած երկիր կարող է քշել ըստ ցուցափեղկերի Հայաստանում 30,000 մեջ կխճճվի, որտեղ ոչինչ հասկանալի չի։ Մի մասն էլ 5 ժանգոտած ռուսերենով ինչ-որ անուններ։ Մինչև հիմա Ալափարսկա, Ալափարսը ով է մի հատ կասեք, այդ գյուղի համայնքապետ ունի թե չունի։ Այդ որ հողը արագ բաժանում է կորող պորտաղով բանով, չեք ասում ես թուրքական հետքերներ մի հատ վերացնենք, այդ վերցրած փողից մի 2 կոպեկ տրենք, ցուցափեղկեր սարքենք։ Ուրեմն ինչու եմ ասում, նայեցեք, աշխարհագրությունը, քաղաքականությունը, ինչքան ձեզ ասեմ, այդ քաղաքականությունը երբեմն ուրեմն տհասների գլխին փորձանք է դառնում, ովքեր որ քաղաքականությունն ու ստամոքսը խառնում են իրար, աշխարհագրությունն ու ստամոքսը խառնում են իրար, աշխարհագրությունն ու շպիոն լինել հոտարի դարձնում են խոտար, դա ռուսի շպիոն լինել թե թուրքի շպիոն, ինչ տարբերություն, ես հայության մեջ մի շետ, դա գիտի երջանիկ բան է ռուսի շպիոն լինելը, թուրքինը վատ է, ինչ տարբերություն, կարող եք բացատրել, հասկանում եք ինչ կա, բանն ասում է, մի խոսքով դու Ավետիք Իսահակյան եւ այն կարդացեք մեծերն ինչպես են ցավել դրա համար։ Ուրեմն 4-րդ հանրապետությունը պիտի ունենա հայկական տեղանունների պատմական վերականգնումով բնակավայրեր եւ վերջ։ Եվ այս քաղաքներ ռուսաբանությունից պետք է հեռացվի։ Ուրեմն կարծում եք որ հայ եթե լիներ ուրեմն թուրքի կոմպոզիտոր վատ կլներ, եթե Չայկովսկի լավ կլներ, Չայկովսկի ձերիշն է։ Ընդհանրապես օտարը ինչն է ձեր, կարող եք ասել, մենք ուրեմն ամենալավ չէ Նիշնագարկ է, Նիշնագարկ դպրոցի նման երաժշտական դպրոց է։ Դու անունը Սպանդարյան կա, դու ում ասեմ, ինչ ունենք, անունը դրել եք ամենալավ բանը, դպրոցը, Պուշկին, Էմս ավելի լավը չգիտեմ ինչ, ինչի համար եք պահում։ Հասկանում եք ոնց է, շատ շնորհակալ եղանք ձեր ուրեմն այդ նվիրումի համար։ Հասկանում եք ոնց է, ինչքան կնվիրեք, այնքան տրորելու են, օտարին ինչքան կնվիրվեք, այնքան կտրորեն, նկատի ունեցեք։ Այն մի հրաշալի մարդ կար, Ցեղասպանության տարիներին ամբողջ հասակով կանգնեց հայ ժողովրդի շահերի պաշտպանությունով, եւ դա Վուդրո Վիլսոնն է։ Մի հատ Վուդրո Վիլսոնի անուն տրեք, Իսակովը խաբար է, ինչ է։ Դուք գիտեք այդ Իսակովը Հայաստանի համար ինչ է արել, ինչ չի արել։
ամենալավ Բողոտանները, Բաղրամյաններ, բաներ, այս բոլորը ռուսական բանակի նկատի ունեցեք, ես բան չեմ անում, այդ նույն օլիգարխներն են էլի, Ռուսաստանում քեֆները տալիս են, գալիս են այստեղ հեղաշրջում անեն, ուրեմն պիտի կարողանալ առանց աղմուկ աղաղակի հանգիստ ձևով կարողանալ երկիրը վերաշինել, ճանապարհներն ասեմ, ինչպես կարելի է դրանք ուղղել, շատ հեշտ, ուրեմն եթե բնակավայրեր իսկականը չունեն, ուրեմն կարելի է ինչ-որ բան բստրել, բայց բստրելու կարիք չկա, եկեղեցու ծխական մատյանները բաներից, ուրեմն պատմության, չգիտեմ ինչ թանգարաններից և գրադարաններից կվերցնեք, հիմնականում ծխական մատյաններում ոչինչ չի փոխվել դարերի ընթացքում, կա նաև տեղեկատուներ և այլն, և պետք է վերականգնել այդ քաղաքը, շատ հրատապ է, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Ալափարս, և դադարեք նաև բնակավայրերը հին անուններով կոչվել, էլ նոյեմբերյան, էլ հոկտեմբերյան, էլ մայիսյան, այդ չեք կշտացել, դա ձեր մահն է, ցեղասպանության ուղեկից բոլշևիկների անուններն են, հետո որ հայերի, այսօր այդ նույն հայերի չեք կշտացել Հայաստան ինչի օրի են դնում, Բաղդասարով, մի հատ էլ քաղաք գրեք, Բաղդասարով դրեք, մի հատ էլ Մարգարիտա, որտեղ Կռեմլի սիրուհին է, հասկանում եք ոնց է, ուրեմն այս բոլոր հարցերը պիտի լուծվեն, ժողովուրդ ջան, չի կարելի, հիմա ասեմ ինչի համար եմ ասում, դրանք սոսկ համայնքի անուն և այն կարելի է դիտել, բայց ժողովուրդ ունի լեզվամտածողություն, ցանկացած և ժողովուրդ ունի ինքնություն, ուրեմն ժողովրդի նկատի ունեցեք, ինքնությունը ձևավորվում է մայրենի լեզվի վրա, ռուսախոսների համար եմ ասում, հայոց ինքնությունը ձևավորվում է հայոց լեզվի վրա, ռուսերենով չի ձևավորվում, ռուսերենով մանկուրտ է առաջանում, թուրքերենով մանկուրտ, պարսկերենով, հասկանում եք ոնց է, են մեկը լավ է, բոլորն են լավ չեն, եթե, այսինքն, ես չեմ ասում, իրենք իրենց համար հրաշալ են, թող իրենց դին, ով ինչ ասում, ուրեմն, որովհետև լեզուն ծնում է լեզվամտածողություն, լեզվամտածողությունը ծնում է ինքնություն, ինքնությունն էլ հային դարձնում է կամ հայ, կամ էլ, ուրեմն, առնյաշկա, ընտրություն եմ, պետք է, ուրեմն, առանց բանի, նեղանալու բանի, պիտի այդ բոլորն անել, ինչը որ արել ենք շատ լավ է, ինչը չենք արել, պետք է անենք, հիմա ես էլ էսպես, ուրեմն, սա ես էլ հարցը, ու վերջին ուզում եմ, ուրեմն, Էջմիածնի հոգևոր, այսպես ասած, էլիտային դիմել, դուք իշքան եք դիմադրելու կառավարությանը, ինչու չեք հավաքում, դուք եք վերակառուցելու չէ եկեղեցին, ինչու չեք ուզում եկեղեցին մաքրվի սրբապիղձներից, մանկապիղձներից, ինչն է հարցը, չնայած շատ հարցեր հետո պիտի քննվեն, երբ որ կլինի կասենք, ուրեմն դիմում եք ձեր շեֆին, ասում եք, որ երկդ երկված է, չի կարող աշխարհում լինել որևէ կառավարություն, որը որոշում կայացնի, որ որևէ հիմնարկի պետ, տվյալ դեպքում այդ պարագայում, ուրեմն պետք է հեռանա և նա չհեռանա, անկախ թե ժողովրդավարություն է, թե չէ, շատ է ժողովրդավարական, շատ, եթե գիտեք ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից մեկը հանրաքվեն է, հիմա հանրաքվե որ անեք, Գարեգին կաթողիկոսը կմնա, թե չէ, որ մի արքեպիսկոպոսը կմնա, բնեֆի մեջ չեք տեսնում թվերը, կառավարության առաջարկում եմ հանրաքվե արեք, դեմոկրատական ընծացակարգ, այդ Էջմիածնի ռուսական, քոչարյանական, չգիտեմ ինչ են ասում, էլ քոչարյանական, էլ վանեցյանական, էլ հիմա էլ կարապետյանական և այլ, դա մեր առաքելական եկեղեցու Հայաստանն է, պետք է փոխվի, հանրաքվե արեք, տեսնեք որը կմնա, այդ մեկը կմնա թե չէ, ուրեմն դրա համար իրենց պիտի դիմել, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և այլն, վանահայրեր, հավաքվեք ասեք, եղբայր գնա, կարող է քո խատեր Հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է վերջանա, մեզ, մեր ժողովրդին խիստ և շտապ անհրաժեշտ է անպայմանորեն մեր եկեղեցու վերադարձ
դեպի Աստված Քրիստոս եւ հայաստանյաց ուրեմն հայ ժողովրդի ծառայության։ Մնացածը բլեֆ է, աշխարհում եք ասում եմ, այդ մի փալիսեցություն արեք եւ կեղծ բաներ էլի, ուռճացած բաներ, եկեղեցուն հալածում են Հայաստանում, եկեղեցուն հալածում է Գարեգին երկրորդ B, որ ասում եք B-ն, կաթողիկոսը իր խմբով, ինքն է այդ եկեղեցու թշնամի, եթե կա ինքն է թշնամին, հասկանում եք ոնց է, ոչ թե Հայաստանի իշխանությունները կամ քաղաքացիները, շուտ արեք հարցելուծեք, այդ մարդուները պիտի ասեն, կարող է կաթողիկոս ես ծնվել, ես ունտենում ես մի աթոռի կպնում ես ձուլվում են, ինչ եք ուզում, հասկանում եք ինչ կա, տեսնում եք չի ստացում, դուրս եկեք, որ Հայաստանը ձեզ չպիտի սպասի, 30 տարի, 40 ձեզ սպասեց և ջախջախվեց, հիմա ինչ եք ուզում, ես կարծում եմ, որ արագ պիտի լուծվի, դրա համար էլ պետք չի ոչ ներվեր, ոչ էլ չգիտեմ ինչ էլ բաներ անել, և ես ասեմ ձեզ, արքեպիսկոպոսներին եմ ասում, եթե դուք իսկապես ճշմարիտ քրիստոնեական ու ներաշխար ունեք, Աստծուն կարելի է ծառայել ինչպես կաթողիկոս, այնպես և շարքային ուրեմն հավատացյալ ժողովուրդ ինչպիսի մենք ենք, նաև քահանա, նաև եւ այլն, այնպես ոչ մեկը ոչ վարչապետ են ծնվում, ոչ նախագահ, ուրեմն ոչ էլ կաթողիկոս եւ այլն, բայց հայ պիտի ծնվեն, որպեսզի նորմալ որոշում կայացնեն։ Բարի գիշեր ձեզ, հանգիստ բան, հատկապես ռսաստրուգներին, որոնց ուղեղը ասեմ ձեզ, կներեք էլի, ասեմ, որտեղ ուրեմն անասունների մի շերտ կա, սրանք ուրեմն տեսքով ամեն ինչով հայ են, բայց ուղեղով ռուս չեն, որովհետև ռուսներ թքած ուներ իրենց վրա, բայց իրենք հայեր չեն, որովհետև Հայաստանի շահերի համար կռիվ չեն տալիս եւ ինչ-որ անհասկանալի բաներ են գրում, ինչ գրում եք ձեր կանանց եւ ուրեմն ձեր անձանց, ձեր կանանց եւ ձեր աղջիկներին եւ ձեր մայրերին։ Եղավ, ուրեմն այսպես, ընդունում եք այդպես, բարևներ բոլորին, ուրեմն մենք ապրում ենք կներեք էլի, ես ձեզ ասում եմ, մեր վերածնունդը մենակ մենք չենք, այդ նույն Թայվանը, եթե հետազոտություններ կարդաք, պիտի տեսնեք ինչպես Թայվանը այն հետամնաց, գիտեք, երևի Չանգաշի ժամանակին երկիր էր, նա վերակառուցվել է մոդեռնիզացիայի տեսության հիմքի վրա, ուրեմն եւ եկեղեցու հավատի իրենց եկեղեցու ուրեմն կրոնի օժանդակության մեզ պետք է վերակառուցում բոլոր իմաստներով մեր եկեղեցին մեզ խիստ անհրաժեշտ է եղավ եւ քշակը կուսակցությունը ասեմ նաեւ որոշ ուրեմն գույրերի եւ խվլերի համար 5 տարի է 6 ինչ ծնվել է եկեղեցու կողքին է եկեղեցու համար է բայց նա իհարկե կրոնական կառույց չի եւ այդպես էլ լինելու է կներեք քորի տեղ դնել պետք չի իբր թե չեք տեսնում ինչ որ մարդկանց է վերաբերում սա էլ իմացեք որ ուրեմն դա էլ պետք է լինի եղավ այսպես բարեկամներ Հայաստանը վերակառուցվելու է Հայաստանը գնում է ուրեմն նեց վերափոխումներ են պետք չի չընդունել բայց այդ վերափոխումները մեզ դեռևս չեն ուրեմն բավարարում որտեղ մեր ախոյանները շատ ախոյան են հասկանում եք մեր ռուսը շատ ռուս է մեր թուրքը շատ թուրք է մեր ռսացած հայրն էլ անուղելի է հայությունից վաբուս դուրս թռած անհասկանալի օրբիտայի ում թափառող վերադարձեք Հայաստանից քրիստոնեական եկեղեցու դավանանքին եւ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը մենք ուրիշ երկիր չունենք ով չի ուզում թող մնա այնպես գնա էլի բայց մնացեք լավ կլինի ավելի լավ հայերով հավաքենք մեր երկրում վերաշինենք մեր երկիրը փոխվելով մենք փոխենք մեր երկիրը ստեսություն ձեզ բարի գիշեր